Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Շաբաթվա ընթացքում տարբեր հետաքրքիր իրադարձություններ են եղել եւ արտաքին քաղաքական դաշտում եւ ներքաղաքական դաշտում եւ մենք այդ իրադարձություններից մի քանիսի մասին կարողանանք հավանաբար խոսել այս հաղորդման ընթացքում։ Հաղորդմանը մասնակցում է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ մեր բոլորին հայտնի Արմեն Աշոտյանը։ Գուցե սկսենք զրույցը նրանից, որ մեր երկրի առաջի դեմքը մեկնեց Աբու Դաբի, ստացավ մրցանակ, որը կիսեցին երկու անձի միջև, երկու անձի չէ, երկու պետության միջև ավելի շուտ, հայտարարվեց, որ մրցանակը ստանում է Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը խաղաղությանն ուղղված գործընթացի համար։ Եվ հենց մրցանակը ստանալու հաջորդ օրը մենք տեղեկացանք, որ Ադրբեջանում ցմահ ազատազրկման են դատապարտվել մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Իհարկե մեզ համար դա այդպիսի մեծ անակնկալ չէր, բոլորս սպասում էինք այդպիսի դատավճիռների եւ ի վերջո այդ դատավճիռները ոչ բխում են իրենց արարքներից, ոչ բխում են օրենսդրությունից, ոչ բխում են արդարության գաղափարից եւ առհասարակ դրանք պարզ է որ քաղաքական դատավճիռներ են եւ ավելի շատ դատավճիռ է արձակվել հայ ժողովրդի, Արցախի, Հայաստանի Հանրապետության վերջին 30-35 տարվա կյանքի վերաբերյալ։ Միևնույնն է հասարակությունը, մեր հայ հասարակությունը շատ ծանր ընդունեց այդ փաստը, նորից անդրադարձանք նրան, որ մենք մի խայտառակ վիճակի մեջ ենք, որտեղ մի կողմից իշխանությունը հայտարարում է խաղաղություն հաստատելու մասին, մյուս կողմից ունենք Արցախի ղեկավարներ, որոնք արդեն 3 տարի համարյա գտնվում են բանտերում Բաքվի եւ այսպիսի դաժան կտանքների են ենթարկվում, իսկ մենք, այսպես ասած, հետևում ենք այդ ամենին, կարծես դիտորդներ լինենք։ Մենք ունի անելիք արդյոք հայ հասարակությունը եւ մենք ինչ պիտի անենք, որպեսզի այս իրավիճակը փոխվի եւ կարող ենք արդյոք ընդհանրապես խոսել խաղաղության մասին, երբ որ Հայաստանի ինչ որ տարածք օկուպացված է օտար ուժերի կողմից, երբ մեր ներկայացուցիչները, մեր հայրենակիցները Բաքվի բանտերում խոշտանգվում են։ Սկսենք դրանից։ Շնորհակալ եմ հրավերի համար, Տիկին Անյան, գաղտնիք չի ձեզ համար, որ ես հետևում եմ դեր հաղորդաշարին, մշտապես հետևել եմ։ Եվ այսօր փաստացի Խաչիկի Գալստյան տեղում եմ նստած։ Եվ իստեղ երևում է, եւ ես ուզում եմ վատ ավանդույթ է դարձել, գիտեք, մարդիկ նստած են, ընկերները, գործընկերները գնում են իրենց գործը շարունակելու, այն օրը Վազգենի եւ Նարեկի տաղավարումների հիմա Խաչիկի տեղն եմ նստած ձեզ հետ միասին հեղինակող հաղորդաշարի դյուր, ափսոս մեր մարտնչող ընկերներին չի փոխարինենք։ Ափսոս հոգեոր աստիճանակարգ չունեմ, թե չէ սրբազաններին են տփորձեին ինձ փոխարինել, դառնամ էր իրականությունը եւ ես ուզում եմ այսօր Խաչիկին ասել տեղը տերևում ա, քեզ բոլորը սպասում են եւ իդենս Խաչիկին մեր աջակցությունը սատարում հայտնենք ու ազատություն մաղթենք բոլոր քաղաքացիներին, թող վերադառնան իրենց ընտանիքներ, կուսակցություններ, գործին, պաղավարներ եւ այլևս ես նայեմ այս հաղորդաշարը էկրանի ցային կողմը։ Շատ բարդ հարց ձևակերպեցիք, որովհետեւ շատ բազմաշերտ է, ձեր խոսքի մեջ ես ասում եմ այստեղից սկսել պատասխանել, այստեղից հետո մի չէ խորացած, հիմա փորձեմ այդ շերտերով գալ։ Որքանով է այդ մրցանակ կոչվածը խաղաղության մասին, կարծում եմ ավելորդ է շեշտել, Հեգնեն ընդամենը ասում, որ ավելի բնական կլիներ, եթե Նիկոլը եւ Ալիևը միասին գնային փչացած կինոների փառատոնում լավագույն գլխավոր դերերի համար ստանային մրցանակ, դա ավելի բնական կլիներ, որովհետեւ այն ինչ որ իրենք անում են հայ ժողովրդի հանդեպ, դա մի գեոպոլիտիկ առումով մի փչացած 10+ կինոյի սցենար է, եւ մենք այն վատ հերոսներ, բռնության ենթարկող հերոսներ, հակահերոսը ես կասեի։ Արցախի ղեկավարության նկատմամբ դատավճիռը ուր էր այդպես լինել, ոնց որ դուք ասացիք, որ հայ հասարակությունը որպես մեծամասնություն ծանր տարավ։ Իսկ թվում է մեծ մասի մոտ գիտակցումը չկա, որ այդ վճռով դատել են բոլորիս։ Այդ վճռով իրականում դատել են մարդկանց հայ լինելու համար եւ հայ մնալու ցանկության համար։ Անկախ ապրելու, իրենց երկիրն ունենալու։ Եթե նայում ես իրավունքի տեսանկյունից, դա իհարկե զավեշտ է, չէ՞, Ադրբեջանի նման ավտորիտար երկրից ակնկալել
արդար դատական համակարգի Հայաստանը վաղուց արդար դատական համակարգ չունի եւ այլն։ Ադրբեջանը, որի վիճակի չի պաշտպանել սեփական քաղաքացիների իրավունքները ազգությամբ ադրբեջանցի եւ մշտապես դասվել ու դասվում է աշխարհի ամենաավտորիտար երկրների շարքով, ոնց կարող է ապահովել արդար դատականությունը։ Կնինքնին սա նոնսենսներ է, օքսիմիրոններ են, այսի բան չի կարող լինել։ Կրկնակի զավեշտել ինձ համար, ուզում եմ սա հատուկ շեշտել, որտեղ մոլորյալներից մեկը ես եմ եղել եւ իմ խոսքի մեջ մունակ չի, ցա անձնական հիասթափություն է միջազգային կոչվող կառույցների պահվածքից, օրերս հրապարակվեց ինչ այդ հեղինակություն ունեցող իմ աչքերում միջազգային իրավապաշտպան կառույցներից մեկի Human Rights Watch-ի տարեկան զեկույցը մարդու իրավունքների մասին տարբեր երկրներով, դեռ մի կողմ որ Հայաստանի վրա աչք էին փակել, բայց անգամ Ադրբեջանի մասին զեկույցում չկար հիշատակում, որ Ադրբեջանում ապօրինի ձևով իրենց էթնիկ պատկանելիության հիմքով դատվում են հայերը։ Կային հիշատակումներ ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին, բայց նույնիսկ Human Rights Watch-ը զերո հիշատակում էր տվել այն մասին, որ այնտեղ կար հայ ռազմագերիներ։ Բայց գիտեք, կարող է մեղքը նաև մեր ընդդիմության եւ իրավապաշտպաններինն է, որոնք չեն աշխատում այդ Human Rights Watch-ի հետ։ Տեսեք, առաջ էլ չէին աշխատում եւ բայց Human Rights Watch-ը աշխատում էին, բայց առաջ աշխատում էին կառույցներ, որոնք փաստացի գլոբալ ճարտարապետության մեջ այդ նույն իրավապաշտպանության վերածված բիզնես մոդելի լոբինգի, քաղաքական ստվերային լոբինգի բուրգի մի մաս էին։ Դե իրավունքի տեսակետից Բակո Սահակյանին դատում են նրա համար, որ ինքը հավատացել է ազգերի ինքնորոշման իրավունքին եւ այդ իրավունքը կյանքի կոչելու քայլերը ձեռնարկել, ճիշտ է։ Ռուբեն Վարդանյանին դատում են նրա համար, որ ինքը հավատացել է միջազգային իրավունքով սահմանված ՄԱԿ-ի կանոնադրությամբ Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված ինքնորոշման իրավունքին եւ փորձել այդ իրավունքի իրագործման մեջ իր ժողովրդին օգտակար լինել։ Նույնը վերաբերում Արկադի Ղուկասյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, կարող ենք շարունակել, Արայիկ Հարությունյանին, ասում եմ։ Այո, բոլոր մեղքերով հանդերձ, որ Արայիկի հետ կապված ես ունեմ դեմը դնելու, ինչպես նորմալ հայը, ոչ միայն Ղարաբաղցի հայը, նորմալ ցանկացած հայ։ Բայց այսօր Արայիկը այդտեղ է եւ ինքը այդ մարկանցից մեկն է։ Այսինքն մենք իրավական տեսակետից երկրորդ նոնսենսն ունենք։ Մարդուն դատում են նրա համար, որ ինքը հավատացել է միջազգային իրավունքի նորմին եւ այդ նորմը փորձել է կյանքի կոչել։ Ունենք մենք այդտեղ անելիք, թե չունենք։ Իհարկե ունենք։ Բայց մինչ այդ եկեք եւս մեկ անգամ քշենք այդ խաղաղություն պատրանքը, որ մեզ մատուցում են որպես մրցանակ, հետո որպես կոնֆետ, հետո ես ինչա կապ չունի։ Նիկոլենք, որոնց իրանց հարցազրույցներում, որ դիզդուզում է լրագրողները, խոստովանում են, որ այդ քայլերի գնում են, որպեսզի կոպիտ ասած թուրքերը չհարցակվեն։ Հա, այսինքն իրանք խոստովանում են, որ այն ինչ որ իրան ժողովրդին մատուցում են որպես խաղաղություն չի, որովհետև եթե դու գնում ես շանտաժի ներքո ինչ խաղաղություն, ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրման ներքո, կներես դա հանձնում է կամ կապիտուլյացիա։ Այսինքն խաղաղությունը բրենդինգը ընդամենը բառ է, այտենց են փորձում կոչել այն, ինչ որ իրենք իսկ երկրորդ, երրորդ հարցով բացահայտում են, որ խաղաղություն չի։ Եվ Ադրբեջանի ղեկավարի պահվածքը Հայաստանալ մի օր մրցանակ մյուս օրը դատել հայերին հայ լինելու համար հենց դրա մասին է։ Եվ ոչ մի խոսք հա դրա մասին մենք Հայաստանը ներկայացնող դուք առաջին դեմք բառակապակցությունը օգտագործեցիք, ես հասկանում եմ այդ ֆորմալ պրոտոկոլային դիմելաձևերը, բայց խոստովանենք, որ այդ չես կարող դա ասես, հա։ Առաջի խայտարակությունն է այդ մարդը հայացքի այսօր, ոչ թե առաջին դեմքը։ Եվ հետո նույնիսկ այդ պետությունը, որը որ հիմա շահում է իր առաջի դեմք լինելուց, հարգանք չունի իր նկատմամբ, իր անձի նկատմամբ, որպես հայ մարդու, հեչ որ չէ, ուրիշ բան չենք ասում, որպես հայ մարդու, որ այդքան չստորացնեն, չնվաստացնեն, հենց հաջորդ օրը դատավճիռ չարձակեն, ասենք, մի շաբաթ հետո արձակեին այդ դատավճիռը։ Հանրապես չարձակեին։ Կամ ուրիշ բանից այդ հարցը կարելի է լուծել։ Ալիևը հարբած է այդ գեոպոլիտիկ բանի մեջ է, Բիանկայի Զապոյի մեջ է, գլուխը պատտվում է եւ ոչ միայն Հայաստանի մասը։
Մտածել, որ Ալիևը կլիներ Հուլիոս Կեսարի նման բլագարոդի մարդ, ով իր մրցակից Պոմպեոսին այո, պարզվածների նկատմամբ սպանած եգիպտացիներին կսպաներ, որովհետև չէր կարելի Ռոմեի բանին զորավարին այտենց լսեմացնելով սպանել, խնդալու է։ Մտածել, որ Ալիևը կլիներ մակեդոնացու նման բլագարոդնի, որ կսպաներ կամ ամեն ինչ ստացել է արդեն էլ ինչ ուզում ստանալ Հայաստանից զորավարներին, որոնք վերեցին այդ իրանց թագավորին սպանած գցեցին բանի դեմը մակեդոնացու դեմ ասում քո համար են կարել շեֆ ջան են ասած կերեմ, որովհետև նա ձեր շեֆն էր, եթե դուք իրան եք դավաճանել, ինձ էլ դեք դավաճանել։ Այս պատմությունները Ալիևը այդ չի, կարող լիներ հաղթանակ եւ հաղթանակից հետո գար այդ խաղաղություն, եթե չասեմ, ապա հաշտության, այդ բլագարոդնիության, առաքինության դրսևորում, որտեղ դա կարող է իրեն ցույց տալ ուժերը։ Ալիևը իր պահվածքով ցույց է տալիս, որ իր ուժը ժամանակավոր է, որ ինքը ներսում ուժեղ չի, որ ինքը ներսում մեկը կոմպլեքսավորված է, որ ինքը ավելի շատ է վախենում հայ ժողովրդի կողմից Արցախի չմոռացման մասին, դրա համար է պնդում, չէ՞, հանեք սահմանադրությունից ես ինչ է։ Հայ ժողովրդի դրսևորում է, ամենաշատը Ղարաբաղի հարցի չփակվելուց իրականում իշտանը բոլորը հայտարարում են Ալիևից մինչև Նիկոլ վախենում է Ալիևը, որտեղ նա թույլ է հոգու խորքում, նա պատահական չի, չէ՞ որ ասում։ Եվ գիտի, որ արդար է մեր պահանջը։ Միանշանակ, եւ նա գիտի ինչ էր արել, եւ նա գիտի, որ մենք կրվել ենք, որովհետեւ դիմ խաղը ծախված է եղել եւ ծախված է մինչև այսօր։ Դա մեզ ներկայացնող նժույգը իրականում նժույգ չի, տրոյական ձի է։ Եվ պատահական չի, չէ՞ որ Ալիևը ասում է, որ ես ով Նիկոլի բանակին չեմ ախտել, ես Սերժի եւ Ռոբերտի բանակն եմ ախտել, որովհետեւ իր մեջ է թույլի կոմպլեքս չի ես գոհանում 30 տարվա այդ կոմպլեքսներից է փորձում ազատվել։ Եթե նա իրոք ուժեղ լիներ, որպես մարդ եւ որպես կերպար, եւ չունենար այս մտավախությունները, նա իրեն կարող էր թույլ տալ առաքինությունը, ինչի մասին ես պատմական օրինակ ինչ կարա անի ժողովուրդը, չհամակերպվի։ Ներսում ամեն ինչ սկսվում է ներսում, դու քո ներսում ստեղ, հա, որպես կանոն նորմալ մարդիկ կամ ստեղով են ապրում, կամ ստեղով անորմալները ստեղից ներքև է իրենց ապրելու օրգանների հիմնականում։ Այդ մարդիկ թող նարվանանան, շարունակեն նեղվել դրանից, որտեղ նեղվածությունից եւ չհամակերպվելուց է ծնվում հետո ամեն ինչ։ Գաղափարը, շարժումը, պայքարի մղումը, խոսակցությունից է ծնվում, մանթոյից է ծնվում ու ցավից է ծնվում։ Ես ուզում եմ, որ այո, այդ դատավճռից ես ահավոր ապրումների մեջ եմ։ Այսօր հիմա խոսում եմ, բան էներգետիկ, էմոցիոնալ դաշտս փոխվում է։ Գլուխս ծակծկում է այդ մազերի այդ չկածոր պետք է։ Ես ուզում եմ բոլորը, որ մի քիչ հոգի ու սիրտ ունի դեռևս, այդպես վերաբերվի այս հարցին։ Առաջինը չհամակերպելն է։ Անալգին չխմելը այս ցավի։ Վալերյան կա։ Այս ցավը պետք է մնա եւ պայքարի հազար մի ձև կա, կանարեք մենք դեռ հիմա խոսում ենք դեռ չգիտեմ նույն ԱՄՆ փոխնախագահի այցի ժամկետները, տեսնում եք ինչ թափվում են պահում։ Եվ այստեղ ասում են հա, եւ այստեղ միայն անվտանգության խնդիրները չեն։ Ես վստահ եմ, որ իշխանությունները նույնպես չեն տնկարում այցի գրաֆիտների հանդիպումների։ Վստահ չեն, որ գալու է։ Չէ, որ որպեսզի հասարակությունը եւ ընդդիմությունը եւ հասարակությունը չպատրաստվեն։ Այո, չպատրաստվեն։ Եվ այդ մենք վերջի պահին ինչ որ իմանանք, պետք է փորձենք նույն ամերիկացիների քրիստոնյաների պաշտպան հանդիսացող իր անկալումների եւ իր դիրքավորման մեջ մարդու այցը, այո, օգտագործենք երկու ուղղությամբ, բանտարկյալների մասով ինքը չի խառնվելու։ Այդ ես վստահ եմ երկու հարցով հնարավոր է ստանալ ներ, որ իրանց գները մամուլի ծառայությունը զեկուցի, որ գիտես 6 քահանա, որ դու ընդեղ էր Երևանի փողոցներով հետևից 2000 հոգի խաչը բռնած, խաչի հերթեին անում, աղոթելով Արցախի քրիստոնյա հայերի մասին Բաքվում եւ իրենց սրբազանների եւ հոգեվոր հայրերի մասին Երևանի բանտերով։ Արի ուղիղ խոսենք։ Այս նույն գործով են անցնում Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Մանուկյանը եւ Արշակ Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Նարեկ Սամսոնյանը, Դավիթ Համբարձումյանը, Վարդան Ղուկասյանը գեոպոլիտիկ առումով նույն գործով են անցնում։ Սա նույն գործի տարբեր պատկերներ, որովհետեւ միտեղ այդ գործը պարզապես Բաքվում է նետվում հայերի դեմ
գործը, հայկականության դեմ գործը։ Մյուս պապկեն, այսպես ասած, Երևանում են եթում այս բոլոր սրբազանների եւ մյուս քաղբանտարկների գործ։ Այս գործերը սիամական երկորյակներ են։ Այո։ Նրանց էությունը նույնն է՝ դատել հայկականությունը, դատել հայ արժանապատվությունը։ Դուք շատ սահուն անցում կատարեցիք դեպի ներքաղաքական մեր իրավիճակ, իրադարձություններ։ Ես նաև ենթադրում եմ, որ նույն Ալիևն ինքն էլ վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը ապագա ունի, հեռանկար ունի քաղաքական եւ գուցե նաեւ շտապում է այն առումով, որ ուզում է այս 4-5 ամիսը շատ ռացիոնալ օգտագործել իր պետության համար եւ նաեւ դա է պատճառը, որ այդպես խիստ բաների մեջ են մտցնում, ակցիաների մեջ են մտցնում Նիկոլ Փաշինյանին, փորձում են մի կողմից այդ կնուտայի պրյանիկը այդ տարբերակով անընդհատ մի կողմից խփել, մի կողմից խրախուսել, մի կողմից ասել, որ մենք քեզ օգնելու ենք, որ դու մնաս իշխանության, բայց նաև դու այս քայլերը պիտի անես եւ ինչքան հնարավոր է արագ պիտի անես, պիտի խոստանաս, որ սահմանադրությունն ես փոխելու, իդեպ արդեն խոստացան, հայտարարեցին, որ շուտով սահմանադրության տեքստը կհրապարակվի եւ այլն եւ այլն։ Հիմա պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ձեռնտու է դրսում գտնվող բոլոր խաղացողներին, հա, նույն Եվրոպայից ենք տեսնում այդ ազդակները, նույն Ամերիկայից ենք տեսնում այդ ցանկությունները, նույնը տեսնում ենք ուրեմն մեր հարևան թշնամի պետություններից եւ նույնիսկ Ռուսաստանից չենք տեսնում հակառակը, որ նրանք տրամադրված են, որպեսզի Հայաստանում փոխվի, այսինքն բոլոր դրսում գտնվող ուժերին ձեռնտու է, որպեսզի հունիսին մենք ունենանք 21 թվականի վերարտադրությունը։ Հիմա մենք մեր հասարակությունը թե ինչպես է տրամադրված, թե այդ ազդակները ինչպես են իր վրա ազդելու, մի տեսակ ոնց որ խաբում ենք, հա, անորոշության մեջ։ Պարզ չէ թե այդ նույն եվրոպացիների ազդը, Վենսի ազդը, այցը, նույն այդ Զայեդ մրցանակը ինչպես է ազդում մեր հասարակության վրա։ Արդյոք մեր հասարակությունը առաջնորդվելու է նրանով, որ տեսեք Վենսը եկավ, Նիկոլի հետ ջերմ հանդիպեց, կամ չգիտեմ, Ալիևը լավ ժպտաց, կամ Եվրախորհուրդը այնպիսի բանաձև ընդունեց, որտեղ որ Հայաստանի մասին ոչ մի բացասական բան չկար, կամ մարդու հանձնակատարը, որ այս շաբաթ Հայաստանում էր գտնվում, այդպես աչքերը փակեց քաղբանտարկյալների վրա, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, դա քաղաքացու վրա ազդելու է արդյոք, ուզում եմ այդ հարցին մի փոքր անդրադառնանք եւ նաեւ ուզում եմ հասկանանք, թե ընդդիմությունը արդյոք հնարավորություն ունի գործող իշխանության դեմ ռեալ պայքարելու եւ ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու Հայաստանում։ Հերթական բարդ ֆաթետավորված Այո։ բազմաբաղադրիչ հարցներ փորձենք էլի տենց տար Այո, հա մասնատենք, այո։ Տեսեք, ակնհայտ է, դուք արդեն դա ասացիք, Նիկոլը ձեռ է տալիս բոլորին, բացի այն ժողովրդից։ Նա օտարի իշխանություն է Հայաստանում եւ ստացվել է այնպես շատ հետաքրքիր դարաշրջանում ենք ապրում, որ այո, Նիկոլը միաժամանակ ձեռնտու է անգամ իրար հետ այս պահին արճակատող ուժերի տարբեր դրդապատճառներով։ Դուք իրավացիորեն նշեցիք օրինակ, որ Ռուսաստանի պահվածքի հետ կապված։ Ես կտրականապես դեմ եմ, որ Հայաստանի հաջորդ իշխանությունները կամ որևէ իշխանություն Նիկոլից զատ այլևս լինի դրսի դրածը, կապ չունի դրսի ու դրածը, հա, կապ չունի։ Ես միաժամանակ դեմ եմ եւ Նիկոլ Պրիկրասնեին, այսպես ասած, եւ Նիկոլ 8-ին, այս ինչ համարակալումով եք ուզում տանը։ Դա պարզապես չի կարելի թույլ տալ։ Եթե մենք իրոք խոսում ենք հայկականության վերարտադրության մասին, որտեղ ինչ կապ ունի ով է թելը ձգում, եթե դրել են իր տիկնիկին, այսպես ասած, այն կողքի մեր հրապարակում։ Ռուսաստանի պարագայում կրկնակի ցավալի է, ու ասեմ ինչի նկատի ունեմ, հա, չկտրեն այս կտենքը։ Կրկնակի ցավալի, որովհետև Նիկոլենք դրսում ծախում են այս գալիք ընտրությունները, որպես Մոլդովա 2։ Այն ինչ որ եղել է Մոլդովայում, ով որ գիտի, այնտեղ եղել է իրոք Մոլդովայում ընտրությունների առիթով առճակատում գեոպոլիտիկ առճակատում, դա եղել է Մոլդովայում։ Նիկոլը Մոլդովայի օրինակ արևմուտքում, մասնավորապես եւ հատկապես Եվրամիությունում, ծախում է
որպես գալիք ընտրությունների հնարավոր սցենար։ Բայց հետո էլ գնում են Ռուսաստան, ասում են ես ձերն եմ։ Իսկ Ռուսաստանը ակնհայտ է, որ այս գալիք ընտրությունների չի վերաբերում որպես Մոլդովա 2։ Այսինքն կրկնակի չէ պեա։ Մի կողմից արտաքին օգնություն կամ միջամտություն ով ինչ ուզում ասի, հա, Մոլդովայի սցենարով մի կողմից չկա եւ չի լինելու, մյուս կողմից այդ հեքիաթը որ լինելու է, ծախվում արևմուտքում գայքեքը ձգելու համար։ Այսինքն միջամտություն չկա, բայց 15 միլիոն եվրո, կոպիտ ասած, ընտրությունների հիբրիդային պատերազմները կանխելու համար, պրիտոմ որ պատերազմները, որ երկրի ղեկավար կազմի աթոռին նստած մի մարդ, ազգային ժողովի խոսնակի տեսքով, գնում է վերջերս ԶԼՄ ու ասում է եկեք պատերազմ բառը չօգտագործենք, լրագրողն ասում է ձեր արտաքին հետախուզական ծառայության զեկույցում է գրած հիբրիդային պատերազմ, ու մարդը ուրիշ կրոտից չի գտնում, քան ասելու, դե մենք էլ ենք սխալվում։ Հիմա այդ կտորը պետք է կտրել, թարգմանել անգլերեն, ֆրանսերեն, ես իմ իսպաներեն, բան ու Եվրոմիության մեդիադաշտը հեղեղել, այսպես ասած, որ տղայիկ, այն որ ձեզ գալիս են ասում են հիբրիդային պատերազմ, բան, այս նույն իշխանության այս մարդը ասում է, մենք էլ ենք սխալվում։ Այսինքն այդ լավ է որ հիբրիդային պատերազմի ճակատ Ռուսաստանից չկա։ Բայց կներեք, ով ասաց, որ այդ ճակատը մենակ Ռուսաստանից կարող լիներ։ Այդ Նիկոլա Տեսփախին։ Ակնհայտ է, հայ ժողովրդի դեմ գնում է հիբրիդային պատերազմ, գնում է այդ հիբրիդային պատերազմը Նիկոլի, Ալիևի եւ Թուրքիայի միջոցով։ Ֆիդանի հարցազրույցը, որ հետո փորձեցին ծածկադմփոց անել, տիպը այդ ուրիշ է, այն ուրիշ է, այդ հիբրիդային պատերազմի մաս չի, հիբրիդային պատերազմ հայ ժողովրդի դեմ վարում են Նիկոլն Ալիևը, Էրդողանը։ Լավ է որ չկա երկրորդ ճակատը, բայց այդ ճակատի լինել չլինելու հարցը չի հիմա քննարկվում այս բարակամում։ Որքանով այս ամեն ինչը ազդում հայասարակության վրա։ Բայց միջանկյալ մի բան հարցնեմ, հա։ Ասենք օրինակ, այս վերլուծությունը, որ դուք անում եք, այդ այնքան տենց ակնհայտ տարբեր ապացույցներ ունի իր նենց չի որ տենց բան է, հա, բարդ է կամ դա չի երևում, դա խորքային process է։ Այդ նույն եվրոպացիները դա չեն տեսնում, չեն զգում այդ ամեն ինչը։ Տեսնում են, զգում են, ավելին ասեմ, Նիկոլի ասում է, ապետիտ приходит во время еды, հա։ Եվ ես գիտեմ ստույգ, որ Նիկոլ Փաշինյանը իր եվրոպական այցելից մեկի ընթացքում եվրոպացիները ասել են, «Էլ ինչ անենք քո համար, բարիք ջան», հեն ասել է, ինձ կուսակցությունը ընդունել եվրոպական ժողովրդական կուսակցություն։ Եվ իմ տեղեկություններով իրանք ուզում են մտնել այնտեղ, որտեղ մենք ենք հիմա Եվրոպայի Արիսանի կուսակցություն։ Իհարկե չի բռնում գաղափարախոսությունը, քրիստոնյա դեմոկրատականություն կամ աչակողմյան լինելու Նիկոլի քպային առանց իզների ու ոչ մի բան չի բռնում։ Պարզապես Նիկոլը հերթական անգամ ուզում է այն ինչ որ ունի սեռը կոպիտ ասած, այսինքն իր մեջ էլ այդ կոմպլեքսն է։ Անընդհատ ձեզ է կրկնօրինակում, օրինակում։ Ու վատ վեր Panasonic չի, ինքը Pafasonic է, Adidas չի, Adibas է, այսպես ասած, հա։ Եվ որ ասում եք Եվրոպան տեսնում է, բայց պատրաստ է բավարարել նաև նրա այդ կապրիզները։ Պատրաստ է խաբվել, հա, մտածում է, որ ամեն դեպքում կկարողանա այդ թելերը ձգել, հա, իր կառավարել։ Մինչև այս պահը կարողացել է, որևէ կենսական թել, որը 180 աստիճանով կվնասեր N-News մեր ռազմավարական գեոպոլիտիկ ճակատին, ինչ է քաշվել, որ Նիկոլաս ուզում եմ գնալ Եվրոմիություն, օքեյ, Եվրոմիություն սկինքը չգիտի 10-15 տարի հետո ինչպիսին է լինելու, Եվրոմիություն մտնելու համար Հայաստանը ավելի մոտ եղել է ԵՄ անդամակցության ստանդարտներին, ու սա կարամ ապացուցեմ ցանկացած մասնագիտական զրույցով։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ամիսներին 17-ի վերջ 18-ի սկիզբ մենք ավելի մոտ ենք եղել ԵՄ 40 ավել բլոկով ստանդարտներ, Կոպենհագենյան կրիտերիա, քան այսօր։ Այդ հավատում կներես էլի։ Մի հատ ոլորտ են բերել, որ զավեշտ է։ Գնում ենք Եվրոպա, պետք է անենք ռեֆորմներ, մեր բոլոր ոլորտներում, օքեյ, մի ոլորտ եմ վերցնում, ավիացիոն ոլորտը։ Մի հատ ավիացիա, 4 տարի սև ցուցակի մեջ է Հայաստանը, պարզվեց այս վերջերս էլ 5 տարով էլ երկարացրել են։ Այսինքն վերցնում ենք մի հատ ոլորտ, մի հատ,
որտեղ 4 տարի արդեն մենք փոսի մեջ ենք, սերծուցակի մեջ ենք, մեր ավիակամպանիաները, մեր բիզնեսը չի կարող Հայաստանին ներկայացնող ավիաները չեն կարող Եվրոպա թռիչք կատարել, այդտեղ սերծուցակում է, եւ պլյուս 5 տարի էլ դեռ մնալու ենք այդ բանի տակ։ Դու պատկերացրեք այդ ոլորտների քանակը, լրջությունը, խորությունը, բազմակողմանիությունը, ինչ եվրոպական ստանդարտ Նիկոլի օրոք, ինչ ռեֆորմ Նիկոլի օրոք ու Նիկոլի իշխանության։ Դա մոռանանք ազգային օրակարգ։ Մի բան մոռանանք ազգայինը։ Բոլոր գծերով եւ առևտուրն է կրճատվել, եւ վիզաների ստացումն է բարդացել, որտեղ ասում եք կներեք բարբերաբար մեր մտերմությունը հորդում է դուի տեսքով, մենք մտերիմ ենք, բայց հաջողաչափը պետք է արգել կներեք Կինոյանյան։ Մենք ասում ենք կազդի թե չի ազդի։ Գիտեք, ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ինչքան էլ դուք քիչ առաջ ասացիք, որ աջերսի վրա արդեն պետք չի շատ խորը փորել ապացույցներ կան, դա դրան հասնելու համար այս տեղեկատվական աղմուկի մեջ մեկը պետք է խլանում է, մեկը յուրը 24 ժամից ավել չի ապրում։ Նիկոլն էլ իրանով այդ իր աղմուկով, վայ այստեղ գազը կդզեց, վայ այստեղ սրտիկ ցույց տվեց, վայ այնտեղ փռշտաց, վայ այնտեղ թամբուկ խփեց։ Այդ տեղեկատվական աղմուկը իրան գեներացնում է խի, որ այս լուրջ բաները լրահոսում մարդիկ սկրոլ անեն, չնայեն, չֆիքսվեն, չհասկանան։ Եվ ձեր ասածը որքանով կազդի, կախված չի այլևս միայն իրադարձության լրջությունից ինքնին, կախված է նաև նրանից, թե այդ իրադարձությունը հասարակական սպիկերները, քաղաքական սպիկերները, իշխանական սպիկերները, ով ոնց կկարողանա իր էկվալայզերը բարձրացնի։ Իսկ դա Նիկոլից մոտ ստացվում է փայլուն ձևով էս պետք է ընդունել, որ ամբողջ քարոզչական մենք բոլորս այդ կուտը ուտում ենք, մենք այդ կուտը ուտում ենք, բարին ասում ենք չուտենք ու մեկը ուտում ենք, որ իրան մեկը տերորիստական գործիք է հայ ժողովրդի հոգեբանության եւ գոյության համար, տերորիստական գործիք է մեկը մարդկության դեմ, այլ հայության դեմ, այլևս բանա արգելված զենք պետք է հայտարարել այսօրվա իր եթերային քաղաքական բանով օրակարգով իրանց ֆեյքերը իրենց քարոզիչները Արամ Սարգսյանը շաբաթը մի անգամ հյուր է հմեկում, իսկ Արմեն Աշոտյանը երբ ա եղել վերջի անգամ 10 թվականի դեկտեմբերին 8 տարի չելենջը չի ընդունում գիտես այդ Պետրոսին այնօրը միտեղ ուրիշ տեղ էին տեսել չի էլ ասում լավ է բան չի էլ ասում չէ տենց բան չկա բայց լավ է մարը չեմ հրավիրել խոսքը իմ նագլիությունը իրանց բանն է գլխավոր գիծն է դե ոբշեն գալու է քարերը ավակելու ժամանակը նաև ես վստահ եմ Իսկ այս հարցադրման վերադառնանք ընտրությունների այս հարցադրման մեջ որքանով է ազդեցիկ կախված է նրանից ով ինչպես է փորձում իր մեսիջը հասցնել այս բանի մեջ եւ մենք հասկանանք որ այո քաղաքականությունը ժամանակակից անգամ միջազգային ունի շոուի էլեմենտ բայց շոուն չի կարող դառնալ քաղաքականության բովանդակություն շոուն մատուցման ձև է ոչ թե կոնտենտը Իսկ Նիկոլենք ակնհայտ է, որ այդ տեղեկատվական աղմուկի մեջ պերֆորմանսը շոուն ձևը սարքել են բովանդակության փոխարինիչ։ Կներես Արմեն Բադալյանը շատ լավ ձևակերպում էր տվել, ասում է Նիկոլ Փաշինյանը դժգոհ չէին նրա համար, որ ինքը թմբուկ խփել չգիտեր։ Այդ չէր ասма պատճառը իրենից դժգոհության ինքը փորձում է թմբուկ խփելով մոռացնել տալ այն մյուս իր արած բաները հանցանքները բայց իրականում մարդիկ այդքան հիմար չեն էլի որ դրա մեկը մյուսին փոխարինող բան դիտեն իրանց համար պատճառը բարձր է մակերեսին ամեն օր դարդով արտնացող ՀՀ քաղաքացու ներվերի վրա չի կարա չազդի անդարդ վարչապետը Եթե քո ժողովուրդը դարդով է զարթանում, կապ չունի, մեկը ազգային դարդով իր հաշվարկը անդարդների վրա է զարթնում դարդով, հա, որպես չսպիացող դարդով, մեկը կոնցերտացող ջախով, մեկը ворթիով, մեկը կոմունալները մուծելու, վարկը փագելու, օրվա հացը, երեխու կոշիկը դարդը համատարած է, չէ, չխափնվենք այդ Երևանի ֆեշենեբլի ռեստորանների մի 50,000 հոգի տեղ մշտապես ֆորա սաունայից գնա սպա-սպայից գնա ռեստորան, ռեստորանից գնա բուտիկ, բուտիկից գնա լիժնի կուրորտ, այդ մի 50 լավ թող 100,000 մարդ են իրանց բանետներով, անդար տուրիստները, այն կողմը, բայց Սովետի ժամանակ կհիշես, Սովետը Պրավդա սիրում էր գրել, Բլեսկի նշիտա Նյու Յորքը։ Այս Երևանի բլեսկը տենում են, հա, այդ բարձը։
բան նիշիտան չեն տենում։ Էդ էլ կա, չէ՞, այդ նիշիտան կա։ Եվ ընտրությունների մասով Ինչպես անել, որ այո, իշխանափոխություն կարողանալ այ դուք շտկեցիք ձեր հարցը դրումը, որովհետև բուն հարցի մեջ ասում եք իշխանափոխություն ընտրությունների միջոցով, հիմա ասացիք պարզապես իշխանափոխություն։ Դե բոլոր եղանակները ընդունելի են, բայց այս պահին ուրիշ եղանակ տենց չի երևում ասպարեզում, դրա համար եմ շեշտում ընտրությունները։ Ես դարձել եմ որոշ շրջանակների համար այնց վատ բան ասող մարդ, բայց ես բժիշկ եմ հոգեբանությամբ, աշխարհայացքով, կրթության, հետևաբար հիվանդությունը ասելու սովոր եք, հա երևի։ Եթե ուզում եք լս գնալ բժիշկի մոտ, որը կատեն տեսնելուց հետո ձեզ չասի, որ դուք այստեղ քար ունեք, այստեղ կիսվա ունեք, այնտեղ ուռուցք են կասկածում եւ պետք է արագ 1, 2, 3 անել, գնացեք բժիշկի մոտ, որը սոցհարցումները, ձեր պատվիրած սոցհարցումները գարոսկոպներից չի տարբերվում, որտեղ անհատական սոցհարցումներ է այլ շատ։ Այսինքն մենք պետք է այս էյֆորիան որ կա, ես շատ լավ հասկանում եմ, որ հաղթանակի համար պետք է տրամադրվել հաղթանակի, պետք է տրամադրվել պայքար դրան ուղղված։ Բայց միաժամանակ չի կարելի 21 թվականի սխալները այնց անհովդող դեմքով, որոձի մեր հետ չի ցավվել, բա ում հետ է եղել։ 21-ի սխալները դաշ չքա։ Բայց իրավիճակը նույնն է արդյոք։ Իրավիճակը, գիտեք, ոմանք ասում են ավելի վատ է Նիկոլի համար, իսկ ես թող լինեմ չարագուշակը։ Թող ես լինեմ այն բժիշկը, որը կցանկանա սխալվել, բայց որի խորհուրդը թող լսեմ, ստուգվեն, դայբոք ես սխալվեմ, բայց հիվանդությունը բաց չթողեմ։ Իսկ ես կասեմ, որ իրավիճակը մի շարք գործոններով բարենպաստ է Նիկոլի համար, որովհետև ինքը մարսեց Արցախի հայաթափումը եւ այդ պահին իշխանափոխություն տեղի չունեցավ, որովհետև ինքը ստանում է այսօր գեոպոլիտիկա այնպիսի աջակցություն, որը երբեք չէր կարող ստանալ անգամ 2 տարի առաջ։ Ընտրությունները սկսել են կեղծվել արդեն հիմա։ Այո, ոչ թե քվեարկության օրն են կեղծվում, այլ այո։ Մի քանի ապացույց։ Ընտրական օրենսգրքի ափալ-թափալ փոփոխությունները ընտրությունների 4.5 ամիս առաջ։ Մենք դա արածինենք, մենք մի տարի շուտ անում ենք, մեզ հələ ասում են գնացեք քաղաքական կոնսենսուս բերեք։ Հիմա քաղաքական կոնսենսուս դրա շուրջ չկա։ Հայաստան դաշինքը Մերոն հանրապետականը դեմ են։ Կոնսենսուս չկա 4.5 ամիս հանձնաժողովը լռում է։ Չեմ ասում արտախորհրդարանական ուժերը, որոնք էլեկտորալ գործընթացում համարյա նույն ձայն ունեն, նույն իրավունք ունեն ասել, որովհետև իրանք այն մյուս խաղի մասնակից են։ Դա կաշառքա։ Իսկ փոփոխությունը այդ ձևի մասին է։ Բովանդակությամբ ինչի մասին է։ Որ դիտորդական առաքելությունների գործը դժվարացնում։ Հիմա այդ բացատրի խնդրում եմ, ես չեմ հասկանում։ Իշխանություն որ ուզում է կազմակերպի ազատ արդար թափանցիկ ընտրություն։ Դիա սահմանափակում անկախ դիտորդական առաքելությունների գործունեություն։ Պարզ է, չէ՞ որ սա արդեն կեղծիք է։ Մյուսը պետական բյուջեից նախընտրական պոպուլիզմի ակնհայտ, այսպես ասած, ծաղկումը, այսինքն հիմա պարզ է, չէ, այս դպրոցն ենք սարքել, այս մանկապարտեզը, ինչով եք սարքել։ Այդ դպրոցը մանկապարտեզի ծրագիրը ինքն նախարարած 16 թվականի բան եմ ասում դες։ Այդ ասիական վերակառուցման բանկի սեյսմակայունության ծրագիրը, որ Հայաստանում պետքա մոտ 100 եթե չեմ սխալվում դպրոց վերակառուցվեր, այդ հələ ես եմ բանակցել։ 10 տարի անցել է դուք դա չեք արել։ Այսօր դա մատուցում եք որպես պետական մակարդակով ընտրակաշառ։ Էլի վարկային միջոցներով են փաստորեն։ Իհարկե վարկային միջոցներով։ Մի մասը մանկապարտեզները համաշխարհային բանկով է, դպրոցները ասիական զարգացման բանկով է։ Կարող է հետո մի փոքր ավել պակաս, ասում են ինչ որ ես եմ թողել ու գիտեմ ինչ։ Մյուս ընտրական ասինքն խախտում է։ Այսքան քաղբանտարկյաններ, դու խաղից առաջ խաղից անում ես ուժեղ բոքսերների։ Այո։ Ուժեղ ֆուտբոլիստների, այդ ինչ առաջնություն աշխարհի։ Հետո ասում է եկեք աշխարհի օբյեկտիվ առաջնություն առանց բանի խոսքի, ես Մեսսի, Ռոնալդոյի եւ դու հանուսակազանների, քաղաքական գործիչների, վարչապետի իմպիչմենտի տեխնացուի, անդիմադիր քարոզչական դաշտի լուրջ մի քանի դերակատարների ես նստացնում։ Զրկում ես խոսելու մարդկանց հետ շփվելու հնարավորությունից։ Երկրորդ քաղաքի քաղաքապետի նստացնում ես, երրորդի գլխին կախել ես վճիռը Մամիկոն Ասլանյանի Մեկին սպանեցին։ Մեկին սպանեցին, Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց։
այդ կեղծիք չի, ընտրությունները չեն կեղծվում, ընտրությունները հիմա կեղծվում են մեր աչքի առաջ, եւ մտածել, որ ինքը էլ ավելի չի հասկացնելու այս ամեն ինչը, միամտություն է, մտածել, որ կարելի է ստանդարտ նաբորով պոլիտեխնոլոգիաներով գնալ, հացարապես պոլիտեխնոլոգիաներով գնալ ընտրությունների, այդ էլ է միամտություն, տեխնոլոգիաները շատ կարևոր են, բայց ապրանքդ պետք է լավը լինի, եթե այդպես ենք խոսում, եւ ես իշխանափոխության հնարավորություն ընտրություններով չբացառելով, հիմա շատ իմ ընկերներին եւ գործընկերներին խնդրեի ավելի լուրջ վերաբերել այդ ձևակերպմանը, ընտրություններ հանուն իշխանափոխության։ Եթե այդպես լինի, կա շանս, ես տեսնում եմ շանսը։ Մենք դեռ վերջնական որոշում չունենք որպես քաղաքական ուժ մասնակցելու չմասնակցելու հետ կապված շատ պարզ պատճառով մեզ համար ընտրությունները ոչ թե հերթական պարլամենտում հերթական ֆրակցիան ունենալու հնարավորությունը, իսկ ես չեմ կասկածում, որ հանրապետականը եթե կպնի գործին իր տեխնացուներով, քարոզչությամբ, ասելիքով, ծրագրով, որովհետև մենք այն ուժերից ենք, որ ունենք ասելիք եւ ինչպես ենք տեսնում հետ նիկոլական Հայաստանը ռեալ առանց պոպուլիզմի եւ ազգային եւ պետական բաղադրիչները համադրելով, մենք խնդիր չենք տեսնում հաղթահարելու 4%-անոց շեմը, մենք խնդիր ենք տեսնում այս պայդրությամբ, որքանով են այս իրավիճակում, այս դիրքավորման ընտրությունները իրոք դառնալու իշխանափոխության, ոչ թե իշխանավերարտադրության ընտրություններ։ Սա է պատճառը, որ մենք մինչև հիմա վերլուծությունների դաշտում ենք։ Իսկ իշխանափոխության այն մյուս տարբերական վստահությունը հայտնի տարբերակը դեռ սեղանին է։ Եվ դե յուրե է սեղանին, եւ դե ֆակտը է սեղանին, բայց չաշխատեց այդ տարբերակը, արդեն երևում է։ Այդ տարբերակը կարող է աշխատել փողոցային համապատասխան զանգվածների ճնշման ներքո, դա մենք ասել ենք ի սկզբանե։ Հիմա հարց, եթե ընդդիմությունը գնում է ընտրությունների եւ պատրաստ չի լինելու իր քվեն պաշտպանելու հետ ընտրական զարգացումներով, հավանականությունը հաղթելու որքանով է նվազում, տեսանելի։ Իսկ եթե հետ ընտրականում պատրաստ ես, նախընտրականում էլ պետք է պատրաստ լինես։ Նախընտրականում պահի պատրաստ չես, բանավանդ կներեք, տրիգերներ, Նիկոլը շատ է տալիս, Թունիսում հեղափոխությունը եղավ ինչի համար, մի երիտասարդ վաճառական հոգնած լինելով իր դարդերից, իր բիզնես պրոբլեմներից եւ այլն, գնաց ինքն հարկիզվեց։ Ես ոչ չեմ անում, օրինակն եմ բերում։ Եվ դա տրիգեր դարձավ։ Մենք ինչքան այդպես տրիգերներ ենք տեսնում։ Շատ կա այդպես օրինակներ, որ մի փոքրիկ առիթից բան է առաջացնում։ Իմպիչմենտը խի է այսօր մնում արդիական։ Շատ երկու բան եմ ասում։ Առաջինը կանգնեցնել այն անկումը, որ տեղի ունենում եւ թույլ չտալ անդառնալիության աստիճանի process-ներ, որոնք կարող են տեղի ունենալ, եւ երկրորդը եւ գուցե ոմանց համար ամենակարևորը, բայց սա էլ է, ոմանց նկատի ունեն որոշ մեր քաղաքական գործընկերների։ Ընտրություններ Նիկոլի օրոք մենք տեսնում ենք, որ կեղծվում են ընտրություններից առաջ, ընտրություններ անցումային կառավարության օրոք չեն կեղծվելու միանշանակ։ Այսինքն թեկուզ ընտրության խաթը պետք է անել իմպիչմենտ։ Ուղղակի իմպիչմենտին հակափաստարկը գլխավոր եւ միակ իմ կարծիքով նա է, որ այդ թիմը այնքան ստրկացված վիճակում է, որ այնտեղից ինչ որ բան պոկել եւ բերել adekvatության դաշտ, դու արդեն գրեթե անհնարին է թվում այս պահին, էլի, այդ իմաստով եմ ասում։ Երկծայր սուր է, որովհետեւ այդ թիմի իմաստը չի լինելու հաջորդ դաշերում։ Հա, բայց իրենց համար դա օքեյ է, իրենք դրանից դժգոհ չեն։ Իրենք վախենում են։ Ես վստահ եմ, որ մենք պետք է հասնենք նրան, որ ԿՊԱ-ական պատգամավորները ավելի շատ վախենան ժողովրդից, քան Նիկոլից։ Այսօր իրանք ավելի շատ վախենում են Նիկոլից։ Բարդ խնդիր եք դրել ձեր առաջ։ Բայց կներեք, ես ինձ համարում եմ իդեյնի պոլիտիկ, հետևաբար եթե չեմ դնում իդեա, չեմ կարողանում աշխատել։ Շատ լավ, իդեյնի պոլիտիկների մի մասն էլ ասում են, որ
կարող է աշխատել Վրաստանի տարբերակը, երբ որ մեկ ընդհանուր, մեկ միասնական ընդդիմադիր ուժ ձևավորվեց, ամբողջ ռեսուրսները կենտրոնացվեցին ընդդիմադիր դաշտի եւ պայքարեցին Սահակաշվիլու դեմ եւ կարողացան հաղթանակի հասնել։ Հիմա մեզ մոտ է գնում ինչ-որ պրոցեսներ, բանակցություններ են ընթանում, ինչ-որ մեծ միավորումներ ձևավորելու նախագծեր կան։ Ես իհարկե մի քիչ այստեղ հորտես եմ, որովհետև ես գիտեմ, որ հայերը հենց սկսում են ցուցակները կազմել, սկսում են պառակտվել, բաժանվել եւ շատ դժվար է լինում միավորելը, բայց ես կուզեի նաեւ, որ դուք որպես քաղաքական գործիչ նաեւ ասեիք, տեսնում եք արդյոք կա այդպիսի հնարավորություն միավորվելու, մեծ ուժեր ձևավորելու, այդ համագործակցված նաեւ պայքար մղելու այս ընդդիմադիր դաշտի մեջ կողն է ինչ որ մի սկզբունքների շուրջ պայքարը տանելու, գուցե նաև սկսելու այո փողոցային պայքարից, հետո նաև ընտրությունների վերահսկողություն, հետընտրական, այդ ամբողջը փաթեթի մեջ։ Հերթով գանք էլի նորից, հա։ Որպես փաստ այս հարցի քննարկումը միասնական ցուցակի։ Ես համարում եմ արհեստական, վնասակար օրակարգ հիմա։ Բոլորը գիտեն, Վրաստանի տարբերակը չի աշխատում մեզ մոտ։ Ընտրություններին, եթե գնում ենք ընտրությունների մասին խոսում շարունակել, մնացել է 20 օր, մորորլես, հա։ 4 ամիս առաջ այս արդեն տարանջատված անդիմադիր դաշտում հրապարակ նետել միասնական ցուցակի գաղափարը նշանակում է կեղծ օրակարգ ձևակերպել, որի վրա ծախսվում են ռեսուրսներ, հիմա մեր եթերաժամանակը, ուրիշտեղ ուրիշ ռեսուրսներ, ու այդ հարցը չի լուծվելու։ Այդ մարդիկ կած մի մասը եւ գիտեմ ով է դա, ամեն ծակ պրոֆեսորություն անում։ Այդ մարդիկ ավելի լավ գիտեն նիկոլական դաշտը քաղաքական, որտեղ այնտեղ տարիներ շարունակ ծավալել են եւ աշխատել են։ Քան անդիմադիր դաշտը, դժվար անդիմադիր դաշտը պրեզիդենտ գալի, որ դուք մի հատ էլ անդիմության միավորման կոչ եք անում, էլի, մատ ուզում եմ հասկանամ, էլի։ Այդ մառայլի իրավունքը անդիմության։ Հա, բայց մյուսն էլ կա, չէ՞, մի 30 ուժ մասնակցում անդրությունների, ահա։ Այդ հաջող։ Այսինքն միասնական ցուցակի գաղափարը արհեստական է, ծակ պրոֆեսորությունն է, ու մարդկանց մի մասով դա առաջարկում է, բարոյական իրավունք չունի դա ցինդ կտրի, որ տեղը չնկատենք, вообще չհիշեցնես մնա։ Հասկացան պապանդերեսս, բայց մենք էլ բան ունենք, էլի ամփելության բաժան։ Երկրորդը կալոնաների թեմա, հա, այդ էշելոնների թեման։ Այո, մի քանի տանկավի կալոնաները, ես տեսնում եմ դրա հնարավորությունը, դա շատ բնական, բացի նրանից որ շատ պրագմատիկ, նաև շատ բնական բան է, աշխատող տարբերակ է, աշխատող բան է, երբ որ ջրի մեջ մի քիչ օրինակ զեյթունի ձեթ ես լցնում, թափ ես տալի, ինքը տենց տրողում է փուճուր կաթիլների, չէ՞, բայց որ թողում ես, այդ կաթիլները սկսում են ձգվել իրար, միավորվել եւ խոշորանալ։ Մեր քաղաքական դաշտը շատ են թափ տվել, ես համաձայն եմ, շատ է տրողված։ Կան լավ գործիչներ, որոնք չունեն լավ ուժեր, եւ կան լավ ուժեր, որոնք ունեն լավ գործիչների պակաս։ Բայց այո, այդ կաթիլների միավորման, այդ զեյթունի ձեթի կաթիլների միավորման process-ը ես խոշորացման, ես տեսնում եմ դա։ Եվ դա լավ process է։ Դա անգամ եթե դա կներեք բարիս համար, բանա, սիտուացիոնա, վատ բան եմ ասում։ Իհարկե։ Դե ես սիտուացիոն դաշինքներին գլոբալ դեն եմ։ Բայց այս պահին հարց կլուծի ինքը։ Մենք պատիվ խմբակցություն ենք ներկայացնում ողջ հարգանքով մեր հայրենի կուսակցության ընկերների եւ գործընկերների նկատմամբ, բայց այդ պահի դաշինքը սիտուատիվ էր։ Վերջինն էր, այսպես ասած, ընտրությունների վագոնին կամ պոեզին կպնելու համար, դա մենք դեմ ենք այդ ընտրությունին։ Դաժե եթե այս փոլում դրանք սիտուատիվ են, դրանք այո ողջունելի գործընթաց է, ընդունում եմ ձայների փոշիացման վտանգի մասին խոսակցությունները, մտահոգությունները եւ վերլուծությունները եւ այդ կոնֆիգուրացիաները ցանկացած ձևով համարում են բնական խի։ Դեռ Նիկոլը աննենց վատ վիճակի մեջ է գցել երկիրը, աննենց վատ բաներ արել, որ բոլոր հին վեճերը, հին մղվել են հետին պլան, հին կռիվները, հին խոսակցությունները, այդ ամեն ինչը զրո է։ Ես իմ բոլոր այսօր այս խրամատում գտնվող քաղաքական ոչ բոլորն են ազնիվ մեր նկատմամբ կամ մեր կուսակցության նկատմամբ կապ չունի, անգամ այդ բանը հաշվի առնելով ես ներել եմ ներսում
Եվ իրենց եւ իմ պահվածքը ժամանակին, որովհետեւ Նիկոլը բացարձակ չարիք է։ Եվ իր մոտ համատության եզր չկա։ բոլորս հրեշտակներ են, բոլոր իրար ասած բաները նախկինում է ցած բազարներով ու ինչ են բազար 5, 6, 10, 15, 18, այդ սա սարո է։ Եվ ամենակարևորը եկան վերջի շերտը։ Համագործակցություն, այո, միասնական սկզբունքների շուրջ։ Հանուն փրկության, հանուն Եվ այստեղ մի հատ կարևոր բան կա։ Մնացած օրակարգը, որով իմ ընկեր եւ գործընկեր Իշխան Սաղաթելյանը դիմել է տարբեր քաղաքական ուժերին, այդտեղ չկա որևէ նոր բան մեր համար, որտեղ մենք միշտ այդ խնդիրների շուրջ խոսել ենք, պայքարել ենք Ղարաբաղ-Տարքյանների ազատությունից սկսած, այդ թվում իմ ազատության համար բոլոր քաղաքական այլ ուժերն են օգնել դա։ Վերջացած եկեղեցու պաշտպանություն։ Մի բան կա, որին հասնել դեռևս չի ստացվում, բայց որը ճակատագրական է։ Ընդդիմադիր ուժերը պետք է կնքեն պողպատե պակտ մորատորիում չհարցակման մասին, պակտ անինապատենի։ Եվ ես որպես հանրապետական կուսակցության քաղաքական քարոզչական լրատվական պատասխանատուներից մեկը պետք է իմ ժամանակը բայց ես ամենաշատն են մեղադրում հարձակվելու մեջ Գիտեք թե, որտեղ ամենաշատը մեր վրային հարձակվում, երբ որ ես սկսում եմ պատասխանել, ասում եմ վայ խփեց, այն երեխեք կան, իջնում են հայաց, սկսում են դիմացինին բզբզել, այնի ֆորման չափալախա տալի, այս առաջի հրահարիչը վազում է մոր մոտ, ասում եմ ամ խփեց, բայց չի ասում, որ ինքն է առաջինը խփել։ Այդ եկեք թարգենք պետք է դնել մի կողմ, ով առաջինն ով երկրորդը, ուղղակի։ Ես համաձայն եմ, բայց եթե դա իրոք գիծ է քաշվում, եթե սկսում են ասել, այ մենք ունենք համակիրներ, որոնք մեզ չեն ենթարկվում, չեն լսում իրանց կարծիքի վրա, մենք ազդեցություն չունենք, կներեք էլի հարգեք իմ տեստեր սպիտակած մազերը եւ նման հեքիաթներ ինձ մի պատմեք, որովհետեւ եթե բայց դա ամեն մեկի գրածին ու ասածին էլ պետք չի ուշադրություն դարձնել, բայց կա նաեւ ամեն մեկը չի արժանի դրան, էլի։ Դրա համար եթե կա այդ պարտանի նապատակի հասկացումը, իրար չկա դա իրոք երկաթե պողպատե բանացնա, ես դες վստահեցնում եմ ընդդիմության բոլոր ճամբարների չեմ խոսում ռեսուրսի 25-ից 30%-ը կազատվի այս ներքին բազարների վրա ուղղելուց ու կուղղվի հիմնական ճակատամարտի Նիկոլի դեմ։ Այստեղ կա այս հնարավորությունը, մենք դրա կողմնակիցն ենք, բայց օրինից եմ կրկնում, մենք ուզում ենք հավատանք գործերին եւ ոչ միայն խոսքերին։ Այս սիրուն խոսքի վրա էլ ավարտենք մեր հաղորդումը, որովհետև կարող ենք այսպես մինչև լույս խոսել, չէ՞, այնքան շատ թեմաներ կան խոսելու եւ շատ հետաքրքիր։ Երեքով էլ խոսենք, էլի մարդիկ կան քեզ փոխարինել են այստեղ։ Վստահ եմ բոլորի սրտում քո կարոտը կա։ Հուսանք, որ ամեն դեպքում շատ հոռետեսություն չփոխանցեցինք մեզ լսողներին, հա, հակառակը ինչ որ ճանապարհներ, ուղիներ, նախանցեցինք, քիչ ծխեք, սոված փորին կոֆե մի խմեք, այդպես քաղցր քիչ կերեք, հոռետեսություն չի, դա առողջ ապրելակերպի մինիմալ քաղաքական դաշտին է պետք է նաև այդ խորհուրդները տալ։ Շնորհակալ եմ։ Այսօր այսքանը կհանդիպենք։